Սելյայնակիցներ, այսօր ապրիլի 24-ն է, մեր պատմության ամենասև օրը, երբ թուրքական յաթաղանի զոհ գնացին 1,5 միլիոնից ավել հայեր, երբ հաղթապվեց Արևմտյան Հայաստանը։ Այսօր մեր հաղորդման շրջանակներում մենք կխոսենք ապրիլի 24-ի մասին։ Եվ այսօր իմ հյուրն է Հովիդա Հայդա Տիգրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Շնորհակալություն պարոն Մանոյան, որ համաձայնվեցիք այսօր մեր հյուրը դառնալ։ Եկեք խոսենք ոչ թե պատմական իրադարձությունների մասին, որին կանդրադառնանք նույնպես, բայց չսկսենք դրանով, այլ ավելի շատ խոսենք Պարույր Սևակի տրամաբանությամբ։ Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց, բեկանեմ շանթեր։ Ինչու է այսօր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման հարցը կենսական կարևորություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իսկյորս աշխարհի ցրված հայերի համար։ Վերջ-վերջո այսօրվա մեր քաղաքական օպոնենտները ինչ են ասում են, դե լավ, դե պատմական ա եղել ա, գնացել ա, մոռանանք, թուրքերի հետ նորմալ ապրենք։ Նորմալ ապրելը և մոռանալը իհարկե իրար հետ որևէ կապ չունեն, և նորմալ ապրելն էլ սահմանման կարիք ունի, բայց և այնպես ասում են, դե անցյալը թողենք անցյալին, պատմաբաններին, չնայած պատմաբաններն էլ արդեն չեն ասում, թուրքերից ավելի վատ են, եթե թուրքերն ասում են թողենք պատմաբաններին, սրանք ընդհանրապես ասում են պատմաբաններին էլ չթողենք, թողենք անցյալը անցյալին, ապագան կերտենք։ Շնորհակալություն հրավերի համար, պիտի ասել, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ինքնանպատակ չէ։ Անկասկած։ Այն իմաստով, որ ոչ թե որ մենք հանգիստ ենք զգալու, որ աշխարհով մեկ ճանաչեցին, որ մեզ սպանել են Արևմտյան Հայաստանը, հայաթափել են եւ այլն, այլ հիմնական նպատակը այդ գործընթացի մղել է հանցագործին Թուրքիային, որովհետեւ ինքը ճանաչի իր կատարած հանցագործությունը եւ ըստ այդմ քայլեր ձեռնարկի սրբակրելու։ Սրբակրելը, եթե կուզեք հետևանքների վերացում էին ասում ժամանակին, հատուցումներ են ասում եւ այլն, այդ բոլորը մեկ ընդհանուր փաթեթով եթե վերցնենք, դա սկսում է հենց հանցագործի կողմից իր հանցագործության ճանաչումից, բայց նաեւ հենց իր երկրի ներսում այդ ուղղությամբ աշխատանք տանելուց։ Օրինակ, եթե ուզենք բերել Գերմանիան, որ հրեաների ողջագիզումն է գործադրել, Գերմանիան ոչ միայն ճանաչեց Հոլոկոստը, այլ նաև մինչև այսօր այդ ուղղությամբ աշխատանք է տանում։ Ես կասեի նույնիսկ ինչ-որ բարդույթ է ոմանց մոտ, որոշ գերմանական շրջանակների մոտ ձևավորվել այն աստիճանի, որ հանդուրժում են, ոչ միայն հանդուրժում են, աջակցում են Իսրայելի այսօրվա իշխանության նույն հանցագործ ոճիրները, պարզապես որպեսզի չլինի, որ իրենք ասեն, որ ասվի, որ իրենք հրեաների դեմ ինչ-որ բան են։ Հիմա Ադենաուերը ծնկի իջավ եւ ներողություն խնդրեց։ Ոչ միայն։ Մենք չենք ուզում, որ այսօր Էրդողանը ծնկի գա, բայց գոնե ներողություն խնդրելու պահանջը արդիական։ Եվ ոչ միայն ներողություն խնդրել, այլև դադարեցնեն մեզ մեղադրել ցեղասպանության։ Տեսեք, այդ այսօրվա Հայաստանի վարչապետի աթոռին նստածը ինչ որ ձևով իր այսօրվա ելույթում մեզ մեղադրեց, որ ինչ որ խարտավանքների արդյունք են, որոնք սկսել են 19-րդ դարի կեսերին եւ այլն, ամեն դեպքում հարցը միայն ներողություն խնդրելը չէ, հարցը որ ասում է ինքնանպատակ չէ, որ Թուրքիան պետք է ճանաչի, որովհետեւ դա լինի անվտանգության երաշխիք Հայաստանի Հանրապետության համար, ընդհանրապես հայ ժողովրդի համար, որ Թուրքիան նման բան չի կրկնի։ Սա է ամբողջ ճանաչման, հայոց ցեղասպանության ճանաչման նպատակը, որ դա լինի երաշխիք, որ դա չի կրկնվելու։ Իսկ մենք տեսանք, որ այդ պայմաններում, որ ժխտում են, հերկում են եւ այլն, կրկնում են Արցախում գործադրվածը հենց Թուրքիայի մեղսակցությամբ, այդ նույն
քաղաքականության գրկնությունն է եւ իրականությունն այն է, որ այսօրվա Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ, պետք է ասել Թուրքիայի Հանրապետության ամբողջ 100-ամյա մտածողության մեջ իրենց կողքին մի հատ անկախ Հայաստանի գոյություն չկա, չեմ պատկերացնում։ Կամ եթե պիտի լինի ինչ-որ նման միավոր, պետական միավոր, դա պետք է կախված լինի իրենցից եւ իրենց ամբողջ քաղաքականությունը, որ վարում են այս Հայաստանի վերանկախացումից ի վեր, հենց դա է, որ անեն այնպես, որ Հայաստանը իրենցից կախված լինի, այդ դեպքում կարող է հանդուրժեն, որ իրենց կողքին գա Հայաստան։ Անում են եւ ոնց որ թե հաջողվում է։ Որտեւ այսօրվա իշխանությունների քաղաքականությունը դրան է միտված, չէ՞, ոչի բան չանել ազգային շահերը պաշտպանելու համար, գլխիկոր ենթարկվել Ադրբեջանին, գլխիկոր ենթարկվել Թուրքիային, ցեղասպանության մեջ էլ մեղադրել ժողովրդին։ Երբ որ ազգային ժողովի Հայաստանի ազգային ժողովի նախագահը ասում է, որ մեր ամենամտյան երաշխիքը Ադրբեջանն է, շարունակելով Թուրքիան է, դա արդեն դա է նշանակում, որ արդեն իրենք մտել են այդ եւ հոգեվիճակի մեջ եւ քաղաքական դերի մեջ եւ ուրեմն դա իրականում Հայաստանին ոչինչ չի տա, մենք տեսնում ենք Թուրքիան ինչպես այլ պետությունների հետ հարաբերություններում։ Հերու չգնանք Վրաստանը, ինչքան են ազդում Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանի հենց նույն ներքին քաղաքականության վրա։ Եվ Թուրքիան արդեն Սև Աֆրիկա է իջել։ Այո, բայց Կովկաս, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա հիմա արդեն ավելի խորանում են դեպի Աֆրիկայի խորքերը։ Բայց դա բարձ ներկայություն չէ։ Այո, ոչ քաղաքական։ Ներքին առօրյային միջամտելու, ներքին առօրյայի վրա ազդելու քաղաքականություն է։ Հիշեք, որ Ֆրանսիան Թուրքիային մեղադրեց Մալիում հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Այո։ Եվ ուրեմն Թուրքիայի այս քաղաքականության նկատմամբ, եթե նայենք անցնող օրինակ 20 տարիները, կտեսնենք, որ Թուրքիայում եւ նույն թուրքական իշխանության վարկում եղավ փոփոխություն այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը եւս հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ քայլեր էր ձեռնարկում։ 2005 թվականի եւ այլն այսպես ասած բացվածքը դեպի հայություն, որ սկսեցին նաեւ կոնֆերանս կազմակերպել Թուրքիայում եւ այն հանդուրժվեց, որ կազմակերպեն կոնֆերանս ցեղասպանության մասին, քրքեր են հրատարակվում եւ այլն, դա եղավ ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն էր բավական ակտիվ ձևով հետապնդում էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որի արդյունքում էլ մենք տեսնում ենք, որ այդ մոտ 25 երկրների կողմից ցեղասպանության ճանաչումը ամենաշատը տեղի ունեցավ հենց այդ ժամանակ։ Եվ այդ շատ կարևոր է, որովհետև երբ Հայաստանը սկսեց քաղաքական հարցեր բարձրացնել, եւ տարբեր երկրներ այդ կոչին արձագանքեցին, այո, Թուրքիայի արձագանքը հետաքրքիր էր, իրենք չասեցին նման բան չի եղել, չասեցին մոռացեք, ասեք թող պատմաբանները քննարկեն, չէ, չժխտելով, որ նման բան միգուցե եղած լինի, ասեցին պատմաբանների եւ Հայաստանի կողմից ժխտումը, քաղաքականացումը բերեց նրան, որ տարբեր երկրներ արձագանքեցին, չէ՞ որ պատմական խնդրին, պատմաբանների հարցին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ակադեմիական հարց, քաղաքական հարց դա։ Ովքեր ուզում են իմանում են պատմությունը, չէ՞, նույն Թուրքիան ինքն է իմանում պատմությունը ինչ է, թուրք հասարակության մեկ կարևոր մասը իր նախնիներից իրեն փոխանցված բանավոր տեղեկությամբ իմանում է, որ ինչ է տեղի ունեցել, եւ նույն այսօրվա այսպես կոչված թուրք հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ասում են իմ դադը, իմ մայրը եւ այլն հայ են եղել ցակումով, ուրեմն այդ աշխատանքը, ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքը նախ եւ առաջ միտված է ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, որովհետև ապրում ենք մեկի հարևանությամբ, որ ոչ միայն կորձել է 111 տարի առաջ ցեղասպանություն, 3 տարի առաջ, 5 տարի առաջ մասնագից է դարձել նման գործողությունների Ադրբեջանի հետ ուղղակի իրենց ղեկավարությամբ, թուրքական զինուժի ղեկավարությամբ է Արցախի վրայի
20-20-ի 44-օրյա պատերազմի հատկապես սկզբնական շրջանը Էրդողանը իրենք երկու են։ անգամ դրա մասին պարզասեց, մի Եվ անգամ վերջերս, մի անգամ երևի 2 տարի առաջ դա լարվածությունները ստեղծեց իրար միջև այն իմաստով, որ մենք մտանք պատերազմի մեջ, դրա համար Ղարաբաղի հարցը կարգավորվեց շագերդյալ ըստ իրենց կարգավորվեց այնպես ինչպես կարգավորվեց, որին ինչ որ հակատարձեց Ադրբեջանի նախագահ Ալիև։ Բայց ամեն դեպքում այն բահվածքը, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները ունեն, եւ Ադրբեջանի նկատմամբ եւ Թուրքիայի նկատմամբ, դա խնդրահարույց է, որովհետեւ ոչ մեկ հիմնավորում կա, պատմական ոչ մեկ նախընթաց կա, որ այդ ցևով դու իսկապես կարողանաս քո նկատմամբ ճշնամապար դրամատրված ինչ որ ուժին զսպել։ Այդ չէ զսպելու ձևը։ Ես այս զսպելուձևի մասին խոսենք։ Ոչ ոք չի ասում պետք է երկխոսություն լինի, բնականաբար երկխոսություն ուսումնառության պետք է լինի, եթե այդ երկխոսությունը ինչ որ դեղ դեպի տանում է։ Պետք է ընդունենք, որ այն երկրները, որոնք ճանաչել են իրենց կողմից գործած ցեղասպանությունները եւ համապատասխան քայլեր են արել ցեղասպանության զոհի անվտանգությունն ապահովելու կամ նույնիսկ Իսրայելի տարբերակում ֆինանսական փոխհատուցում տրվել այսօրվա քաղաքական փոփոխություն, այսօրվա քաղաքականության մեջ իրանք պրո-իսրայելական դիրքորոշում ունեն, դա ճնշման հետևանք է, այլ ոչ թե քաղաքական խնդրանքի կամ բարեկամքի։ Եվ հետեւաբար այս միջազգային ճանաչումը, որի համար մենք պայքարում ենք, եւ ճնշումը ինձ բերում նրան, որ Հայաստանի անվտանգությունը մեծանա։ Հիշում եք 24 թվականին, երբ մենք ցեղասպանության վերաբերյալ խորհրդաժողովը կազմակերպեցինք եւ Հենրի Թիբոյի շատ համապարփակ զեկույցը կար, որ եթե դու ընդունում ես, որ մեղավոր ես ցեղասպանություն գործելու մեջ, պարտավորություն ես ստանձնում այսօրվա անվտանգությունն ապահովել։ Բնականաբար, որովհետև ասի ցեղասպանության եւ սա միայն հայերից չի վերաբերում։ Այո։ Այսինքն վերջին տասնամյակներին մի հատ շարժում կա, գիրք կա նույնիսկ այդ ուղղությամբ, արդյոք ներողությունը հերիք է, խոսքը վերաբերում է մարդկության դեմ հանցագործությունները ընդունելուն եւ ուրեմն բարձ է, որ ներողությունը սկիզբն է ինչ որ գործընթացի, որը պետք է որ ունենա եւ արտաքին եւ ներքին բաղադրիչներ։ Իսկ այսօր օրինակի համար Հայաստանի վարչապետի Աթորին նստածի այսպես կոչված ուղերձը խոսում է այն մասին, որ հերիք է, այսինքն նույնիսկ կարող էր ասել, որ մենք այնքան շատ հող ունենք, որ կարող ենք ուրիշին էլ տալ, Սինգապուրին էլ տալ եւ այլն, որ թեր բնակեցված է, թուրքեր եկեք ապրեք։ Մոտավորապես եւ ուրեմն այդ չէ հարցը, հարցը այն չէ, որ հող է պահանջվում, հող չի պահանջվում։ Թուրքիայում ապրող Բոլսո հայոց պատրիարքը իր այս տարվա ուղերձում մի հատ բառ է օգտագործել, որ Հայաստանի վարչապետը արդեն հայտարարեց, որ ինքը հրաժարվում է, հակառակ որ դա անկախության մասին հռչակագրում կա, իսկ անկախության մասին հռչակագիրն էլ մինչև իրենց ուզած կամ Ադրբեջանի ուզած սահմանադրական փոփոխությունները հիմքն են սահմանադրության արդարություն բառը Բոլսո հայոց պատրիարքը նաև արդարության մասին է խոսում։ Այն մարդը, ով ես կասեի բացահայտ բադանտ է, ոչ ինքն է ժխտում, ոչ Թուրքիան է ժխտում, ոչ Թուրքիան է ժխտում, որ ինքը ուղղակի բադանտ է, նույնիսկ այդ մասին Հայաստանի իշխանությունները չեն խոսում, այսինքն խոսքը արդարության մասին է, որովհետև եթե կա հանցագործություն, պետք է որ այդ հանցագործության հետևանք լինի, եւ այդ հետևանքը ոչինչ դիրապատիժն ունենա։ Բնականաբար, որովհետև առանց իսկ պատիժը անպայման բանդը նստեցնել չէ, այլ հետևանքները դրա գրելը եւ ուրեմն անհրաժեշտ է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակի է մաս կազմել եւ ընդհանրապես հայ ազգի հայ ժողովրդի, բայց նաեւ հատկապես պետք է մաս կազմի Հայաստանի Հանրապետության քաղաքական օրագարկին, արտաքին քաղաքական օրագարկին, ինչից փաստորեն այսօրվա իշխանությունները հրաժարվել։ Հայաստանում երբ կազմակերպեց Եվրանեստի խորհրդարանական վեաժողովը,
ԿՊԱ-ականները նաև երկու թուրք падգամավոր էին հրավիրել, բնականաբար Էրդողանի կուսակցությունից, եւ վերջում ընթրիքի ժամանակ շատ պատահաբար այդ թուրք падգամավորներից մեկը նստեցվեց իմ կողքը, շատ պատահական, սկսեց խոսել, պարզվեց, որ ինքը Վանից քուրդ է, գնաց, իմ պապերը պատմել են, որ հայեր են եղել, եկել են, մորթել են, մենք ինչ-որ տեղեկություն ենք տվել, շատ խառը ինչ-որ բաներ հասկացնում, հենց քրդախառն անգլերենով, ինչ լավ կլինի, որ հարաբերությունները զարգանան, ես Վանից մի անգամից Երևան կգայի, ոչ թե Վանից կթռնեի Ստամբուլ, Ստամբուլից կթռնեի, ասում եմ լավ, քո ուզածը ինձնից ինչ է, սահմանը դուք եք փակել, բացեք, եւ երկրորդ ասում եմ, մենակ անցյալը չի, այսօր դուք մեր դեմ թշնամական քաղաքականություն եք վարում, այսօր շրջափակումը, որը դուք իրականացնում եք, դա պատերազմական գործողություն է, Ադրբեջանի ռազմաքաղաքական աջակցությունը թշնամական գործողություններ է, պահանջները Հայաստանի Հանրապետությունը թշնամական գործողություններ են, մի բան էլ դու եկել ես ինձ ես լացում, որ չեմ մոռանա, դե դուք վարեք, դուք առաջի քայլը կատարեք, բայց ոչ մի քայլ չենք տեսնում, չէ, նույնիսկ երկրաշարժից հետո հիշեցնեմ, որ բացեցին Մարգարայի կամուրջ եւ հայկական բեռնատարներ գնացին, Սուրմալուի մոտով հիշում եք, չէ՞ նկարը, հայերի գործած ցեղասպանության լուսանկարի, այսինքն հուշարձանի ֆոնի վրա էին լուսանկար դրում։ Թուրքիան ոչ միայն անցյալում է եղել մեր դեմ թշնամի, այլ նաև այսօր է թշնամական քաղաքականություն։ Որովհետև դրամապանորեն Եվ դա սանձելու համար է պետք այսօր ճանաչել։ Տալ ցեղասպանություն։ Ճիշտ, որովհետև չճանաչելով, չդատապարտելով է, որ Թուրքիան նաև այսօր է մասնակցում Հագահայ Հայաստանի դեմ գործողությունների եւ այդ ճանաչումը եւ Թուրքիայի պատասխանատվության կռումը հենց այդ նպատակն է հետապնդում։ Մենք տեսնում ենք նաեւ, որ նույն այս հագարակ, որ իրենց մի հատված առնվազն դատապարտում է միջազգային ճանաչման գործընթացը, բայց իրականության մեջ իրենք անուղղակիորեն ընդունում են նաեւ, որ հենց դրա պատճառով նաեւ իրենց հասարակության մոտ սկսել է մեծանալ ցեղասպանության ճանաչման գիտակցությունը, որ այսպիսի հանցագործություն է եղել, այնպես չէ, որ Թուրքիան ժողովրդավար երկիր է կամ ամենաժողովրդավար երկիրն է եւ ուրեմն արդեն մեկ օրից մյուսը պիտի լսեր իր հասարակության ասածին, բայց դա իր հետևանքներն են, իր աստեցությունը։ Քիչ առաջ որ Ձակումով քուրդ պատգամավորի մասին էի խոսում, ես մի անգամ հանդիպել եմ Դիարբաքերի Տիգրանագերդի թաղամասերից մեկի թաղապետին, իրենք քաղաքապետ են ասում հետ եւ այն ժամանակ դակավին իրենք ճունեին իրենց առանցին գուսակցությունը եւ ազգային ժողովում ներկայացված էին որպես անկախ պատգամավորներ եւ անկախ պատգամավորների ինչ որ խումբ եւ նույն Էրդողանի խոր ֆրակցիայում խմբակցության մեջ գար ավելի մեծ թվով Ձակումով քուրդեր կային եւ արծեցի որ այդ ինչպես եք մեկնաբանում ինքը ասեց որ գիտեք որ ցեղասպանության ժամանակ քուրդեր եղել են որոնք օգնել են հայերին բրգելու եւ եղել են քրդեր որոնք օգնել են Բեդուտյանը Թուրքիայի Բեդուտյանը որովհետեւ ցեղասպանությունը կորզատրեն այդ պատգամավորները ասեց այդ ցեղասպանությունը կորզատրողների ժառանգներն են մենք իրենք հայերին բրգողների Իդեպ որ ասում եք այդ մարդկանց մասին այդ падգամավորը ինձ վերջում իր վիզիտկան է տալիս ասում եմ մենք մեծ տեքստիլ գործարան ունենք միասին բիզնեսով զբաղվենք ես ասես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում ես այլ պարտականություններ ունեմ իսկ եթե նույնիսկ այդ պարտականություններով չզբաղվեմ ձեր հետ բիզնես անելու ոչ մի ցանկություն չունեմ բայց ակնհայտ է չէ որ ինքը մենակ ինձ այդ վիզիտկան չի տվել Եվ ակնհայտ է, չէ, որ շատերին է ստեղ տվել եւ միգուցե այդ տակ այդ ջեն վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ այդ վիզիտկայով է պայմանավորված։ Չէ, կարող է այդպես է, տեսեք, եղել են շատ այսպես ասած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցերով շատ ժողովներ, համաժողովներ եւ այլն, որոնք ընդհանրապես ֆինանսավորվել են կամ Միացյալ Նահանգների կամ եվրոպական այս կամ այն Բեդուտյան կողմից եւ փորձում էին ներկայացնել մի ժամանակ դեռ սա
արձանագրություններից էլ առաջ է։ Հիշում եմ, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի մասին եք ասում։ Չէ, ուղղակի կոնֆերանս, որ այստեղ դեղի ունեցավ, հիշում եմ կարծեմ Մարիոթում էր, որտեղ փորձում էին նախ ամերիկացիներն էին ֆինանսավորել եւ պահանջել էին ամերիկահայ գազագերբություններ, մասնակիցների գազագերբություններ կազմակերպողը պահանջել էին, որ բլոկադա բառը չօգտագործվի։ Ալ ասեն սահմանի բացում կարծեք թե երկնքից քար անգել, սահմանը դրա համար փակվել։ Եվ փորձում էին համոզել, բերել էին մարդկանց եւ գործարարներ գային, եւ Հայաստանից գործարարներ եւ 1-2 Թուրքիայից տնտեսագետներ, որոնք փորձում էին ասել, որ սահմանը որ բացվի Հայաստանի տնտեսության համար լավ կլինի եւ այլն։ Մի հատ թուրք փորձագետ բավական անգլիացավ, ասելու որ դուք ինչի մասին եք խոսում։ Դուք եթե կարծում եք, որ Թուրքիան ուզենար իր արևելյան նահանգները զարգացնել, ձեզ պինայել, հա, արդեն կզարգացներ Թուրքիան այլ նպատակներ իր արևելյան նահանգները զարգացնել, այսինքն քիչ առաջ որ ասում էի, որ Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ չկա անկախ Հայաստան իրեն հարևանությամբ, իրենից անկախ Հայաստան, նաև սա է, որ ինքը չի պատկերացնում, որ ինչ պիտի է, դրա համար Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները առաջնահերթություն չեն, երբ որ օրինակի համար արձանագրությունները եղան 2008-2009-ին, դա այլ նպատակ էր հետապնդում, այդ նույնը, որ իբր փափուկ ուժով պիտի փորձեն ազդել իրենց շրջապատի վրա, ներառյալ Հայաստանի, եւ ուրեմն դրամաբանական չէր, որ Հայաստանի հետ առանց հարաբերություն ունենալու ինչպես պիտի ազդեին եւ ուրեմն ուզում էին հարաբերություն ունենալ։ Սա չի նշանակում, որ պետք չէ հարաբերություն ունենանք, սա նշանակում է, որ մենք զգուշ պետք է լինենք, որ այդ հարաբերություններին իսկապես պատրաստ լինենք։ Այդ ժամանակ էլ մենք Դաշնակցության բյուրոն հրատարակեց, կազմակերպեց, վերջնել հրատարակեց տնտեսագիտական, զուտ տնտեսագիտական ուսումնասիրություն, որտեղ այն ժամանակ էլ նշվում էր այն գետերը, որ Հայաստանը պետք է կատարի, որովհետեւ պատրաստ լինի նման հավանականության, որը կարող է եւ շատ արագ լիներ այդ ժամանակ։ Շատ հետաքրքիր քննարկման թեմա բացվեց։ Երևի պետք է առանձին մի քննարկել եւ հրավիրել եւ sense քննարկում ունենանք տնտեսական ազդեցության մասին։ Տնտեսագետ հրավիրեք։ Այո, դա եմ ուզում ասեմ, բայց ուղղակի ասեմ մեր հեռուստադիտողներին, որ ես 2 տարի առաջ, մոտ 2-3 տարի առաջ հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, Նիկոլ Փաշինյանի էկոնոմիկայի նախարարություն եւ խնդրել էի գնահատել 2021 թվականին թուրքական ապրանքների վրա էմբարգոյի, այսինքն երբ Հայաստանը արգելել էր թուրքական ապրանքների մուտքը Հայաստան, էմբարգոյի տնտեսական ազդեցությունը։ Դե կառավարությունից շատ եմ գրություններ ուղարկում, պատասխաններ են գալի, մի մասը ընդհանրապես պետքա պատրել եւ գցել, որովհետեւ տառեր կան, բառեր կան, իմաստ չկա։ Ընդհանրապես այս ինչ են խզմզել եւ հատկապես Ադրբեջանի հետ այդ համանազատման հանձնաժողովից եկած թղթերն են, որ ափսոս այն թուղթը, որի վրա իրանք տառ են դնում, բայց այս թուղթը, որը ես ստացել էի էկոնոմիկայի նախարարությունից, ինչքան կարդում ես, ուզում ես կարդաս։ Դե դա տնտեսական ինչ դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, որ Հայաստանում նույնիսկ կենցաղային քիմիան սկսեց զարգանալ, եւ թուրքական ապրանքների վրա էմբարգո հայտարարվեց։ Բայց դա կրկնեմ այլ քննարկման թեմա է։ Հիմա ուղղակի վերջի մի քանի րոպեն անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության վրա, որ դատապարտեց դրոշն այրելը, բայց լայախ չարեց, վախեցավ խոսել Ստեփանակերտի տաճարը քանդելու մասին եւ այսօրվա իր ուղերձը եւ ելի այդ նույն թեմաները ցեղասպանությունը, աշխարհաքաղաքական ուժերի միջև բախման արդյունքեր, հիշատակեց, հիշում եք, Սան Ստեֆանոյի մասին է խոսել, որ ինչ, ասկան հայերը եթե Սան Ստեֆանո պահանջեցին իրենց ինչ որ ինքնավարություն, այ եթե չանեին, ցեղասպանություն չէր լինի, բայց այլընտրանքը ինչ էր։ Այլընտրանքը ինչ էր, ասկան էլի դարձյալ նույն 24 թվականից վարած քաղաքականությունն է եւ զոհին է մեղադրում ցեղասպանության մեջ։ Տեսեք, քաղաքականությունը ասում են, որ բարոյականություն չի ճանաչում։ Բայց այսքան ես շատ համաձայն չեմ, որ անսահման պետք է լինի անբարոյականությունը, բայց
եւ ինքը այսօր օրինակ իր ուղերձում շատ զարմանալի ուրեմն լավ գլներ հադորը եւ էջն էլ նշեր որ այո գիտությունների ազգային ակադեմիայի հադորյագում գրված է եւ այլն թող ասեր որ հադորը ինչ որ է ամեն դեպքում չեմ կարծում հասցրել է կամ կհասցնի շուտով մինչեւ պաշտոնավարման ավարտը կարդալ նաեւ այլ քրքեր որտեղ պատմությունը ավելի ամբողջական է նշված իր իմացածից ավելի ամբողջական որ այնպես չէ որ 19-րդ դարի կեսին ինչ որ գործընթաց եղավ այդպես էլ կեցավ եւ վերջը եղավ ցեղասպանություն գործընթաց եղավ նույն Օսմանյան գայսության մեջ մենք հայապարական դաշնակցությունը որ ոմանք այսօր մեզ մեղադրում են դրա համար որ տեսեք համագործակցել է դիրքերի հետ բայց դա նույն ներ օսմանական ներ այդ պետության ներսում գործընթաց էր որին մասնակցել ենք մենք եղել է հեղափոխություն եղել է նոր սահմանադրություն ազատություններ եւ այլն 1900 թվի մասին է եւ այդ ժամանակ ոչ ոք չէր մեղադրում որ հայերը ինչ են արել 19-րդ դարի կեսերից սկսած որովհետեւ իրենք էլ նույնն էին անում այսինքն կարելի չէր այդ բռնապետության դեմ այլ ձևերով աշխատել եւ ուրեմն պետք էր աշխատել այնպես ինչպես պետք էր աշխատել ուրեմն ինչ վերաբերում է այդ պատմական հումներին նախ ինքը լրիվ պատմությունը կամ չհասկանում կամ դիտմամբ խեղաթյուրում է այն իմաստով որ չկան այնպես չեն եղած դեպքերը որ ինքը կարծում է որ հասկանում է այդպես որովհետեւ դա եղել է գործընթաց, դա եղել է գործակցություն, դա նույնիսկ 1915 թվականի ապրիլի 24-ից մի քանի օր առաջ նույն Գրիգոր Զոհրաբը եւ Տալատ Փաշան ընկերություն էին անում, այսինքն այնպես չէր որ ամեն ինչ զուր էր դժնամական էր, բայց այդ բոլորը դեղի են ունեցել ինչ որ թուրքական կողմից քաղաքական քաղաքապարախոսության հիման վրա, որը մինչև այսօր շարունակվում է եւ իրագործվում է։ Բայց իր գնահատականի մասին եմ ուզում, տեսեք կրկնում է ինքը նույնը, որ հայերն են մեղավոր եղել։ Լեմկինի ինստիտուտը բառացիորեն դա մեղադրեց իրան դեռևս 24 թվականին, հիշում եք։ Այսինքն victim blaming է եղել, չէ՞, այսինքն զոհին մեղադրում ես։ Հիմա ասում է, եթե Սան Ստեֆանոն չլիներ, կամ Սան Ստեֆանոյի հետևանքով մենք ունենանք պետության կորուստ, Սան Ստեֆանոյի ժամանակ հայերը պետություն չեն ունեցել։ Այսինքն դա արդեն վիճելի է, բայց թաքնված գաղափարն ի՞նչ է, չէ՞, անեք կլինի կոտորած եւ կոտորածն եղել է, որովհետեւ արել եք։ Ճիշտ ինքը իրականում այդ բանը որ կա հասկացողությունը, որ հոգեբանության մեջ բադանտի հոգեբանությունը, որը սկսի իր բադանտարուին կարեկցել Ստոկհոլմ սինդրոմն է։ Այո, Ստոկհոլմ սինդրոմը, որ ասել որ հա արդար է, լավ որ ինձի բռնել է, բադանտա բռնել շատ լավ է, ինքը այդ վիճակի մեջ է։ Եվ ուրեմն այդ իր մեղադրել եւ այլն լրիվ ճիշտ է բնականաբար, որ մենք չունենք պետություն, ինքը այդ քաղաքականությունն է հանցավոր համարում, բայց չլիներ այդ շարունակական քաղաքականությունը, մենք չենք ունենա 1918-ի մայիս եւ չենք ունենա այսօրվա Հայաստանի Հանրապետություն։ Այդ իրենք է որ հայկական պետականության դարածները թղթով ընդհանրապես ընդամենը հանցնել են, իսկ եղել է չեղած դերից պետություն է հիմնվել եւ այս քաղաքականությունը պետք է որ Հայաստանի պետությունը շարունակի։ Եվ իր երեկվա հայտարարություններն էլ որ ասում է որ տեսեք երեք էլ ասեց, այսօր էլ ասեց, այսօրվա իր այսպես կոչված ուղերձում էլ կա տագարտ բառը։ Թակարդ բառը անընդհատ է ասում։ Ինքը այս այսինքն մեկը Ստեփանագերդի հարցում որ մենք բան չենք ասի որ դա տագարտ է, եթե մեջ ընկնենք լավ չի, այս մնացածը էլի տագարտ է որ եթե հանգարց մենք ուզենք ինչ որ բան Թուրքիայից պահանջել եւ այլն, դա էլ տագարտ է։ Ինքը հայտնվել է տագարտի մեջ իր ցանկությամբ, իր քայլերով եւ կարծում է որ պետք է ամբողջ պետությունը, ամբողջ ժողովուրդ եւ ազգի վերջո դանի։ Դե ինքը շատ բաներից
հրաժարվել է եւ իրականում հակասահմանադրական ընթացքի մեջ ասեցի իր երթման մեջ կա համահայկականություն, ինքը դա խախտել Հանուն է։ համայնքական շահերի երթումն ասում հանուն համայնքական շահերի։ Այդ բոլորը խախտել է, ասեցինք անկախության մասին հռչակագրում պատմական արտարության խոսք կա, ինքը ասաց ես հրաժարվում եմ, ինքնական տենց ինքը որոշեց, ինքը արեց, ինքն է։ Ինքն էլ ասել էր, այսինքն քիչ է մնում, ասի որ ես եմ պետությունը վերջ։ Դե ասել է որ ես եմ կառավարությունը, հիմա մնում Այդ ասեմ ու այո, մնում ասի որ ես եմ պետությունը։ Բայց այն նաև մեղադրանքը, որ երեք հնչեց եւ իր կողմից եւ ազգային ժողովի նախագահի կողմից դրոշը այրելու, տեսեք, այնպես չէ որ բոլոր դաշնակցականները համաձայն են որ անպայման թուրքական դրոշ այրվի, կան տարբեր մոդեցումներ, բայց հակառակ ոմանց դպավորության դաշնակցությունը ժողովրդավար գազམ་ագերբությունը եւ մեծամասնության կարծիքն է անցնում։ Ես նրանցից եմ, որ համոզված եմ, որ ճիշտ է դրոշ այրելը։ Ինչու՞ մենք նույնն ենք, կիսում ենք իրար այդ համոզմունքը։ Ինչու։ Տեսեք, նույնիսկ մարդու իրավունքների համընդհանուր բանում հռչակագրում առաջի հոդվածը ասում է կարևոր է մարդու իրավունքները հարգել, որբեսի մարդը ստիպված չլինի բռնապետության դեմ պայքարելու, այլ բռնի միջոցներու դիմել։ Բռնի միջոցների դիմել։ Հիմա թող ասեն, որն է ավելի ճիշտը, գնայինք սահման գրագենք դիմացը եւ պատերազմը սկսվի, թե մի հատ դրոշ վարեց։ Եվ այն ուժն է ըստ իրեն, որ վերջանում է, չկա 100 տարի է կոմունիստներից սկսած քարոզում են, որ չի գա դաշնակցություն վերջանում է։ Պաշտոնի քաղաքականությունը ինչա, չէ՞, ասում են, նույնիսկ եթե գանքես հարվածեն, հանկարծ չպետք է արձագանքես, որովհետև դա թակարդ է։ Վստահ եմ, որ վաղը Ադրբեջանը հարվածի Հայաստանին, էլի պետք է ասեն, չէ, դա սադրանք է, որ հանկարծ լավ սենց անընդհատ սադրանքներին որ կուլ գնաս, կարող է տեղ չմնա արձագանքել։ Վերջը կարողանաս սադրանքը դադարեցնելու միակ տարբերակը սադրանքը կանխելն է։ Սադրանքին պատասխանելն է, այլ ոչ թե լավ էս անգամ խփի չեմ սադրվի, մի հատ խփի չեմ սադրվի, մի հատ էլ էս անգամ քացով խփի չեմ սադրվի, սենց երկիր են կորցնում։ Եվ երկիրը կորցնելու մեջ էլի մեզ է մեղադրում, չէ՞, եմ ասում, պատահական չի էս ամեն ինչը։ Մոռանանք ցեղասպանությունը, որովհետև դա մի աշխարհակահաղական կենտրոն, մյուսի դեմ է օգտագործում։ Մենք ընկել ենք Թակարդ, Սան Ստեֆան, չկա պրի Սան Ստեֆան։ Դա նույնիսկ միջազգային հարաբերություններ։ Եվ դարքի Սան Ստեֆանոն նշեց, այդ ոչ թե Բերլինը։ Դրանով սկսեց, բայց ամեն հասկացա, բայց Սան Ստեֆանոյի ստորագրող կողմի մասին է խոսքը։ Բերլինում ուրիշներն էլ են ստորագրել, այստեղ աշխարհակահաղական կենտրոնները համ մի աշխարհակահաղ Ռուսաստանն ընտեղի նկատի ունի, համ Սան Ստեֆանոնի նկատի։ Ասում եմ, այդ իր հայտարարությունը կամ ասածը նույնիսկ նշանակում է, որ ինքը չի հասկանում միջազգային հարաբերություններից ոչ մի բան, որովհետև միջազգային հարաբերությունները հիմնված են շահերի իման վրա։ Եվ դա օգտագործել պետք չէ թույլ տալ, բայց նաև եթե շահերը համընկնում են, դա պետք չէ որ վատ բան դեսնել եւ լոբիզմի հիմքը դա է, չէ՞, լոբիզմի։ Միայն լոբիզմը չէ, միջազգային հարաբերություններ եւ ինքը օրինակի համար որ անընդհատ մեղադրում են նույն հայ ազգին, հայ ժողովրդին, բոլորին, որ արդակին ներշնչում է, որ այս հարցերը բարձրացվել են, բարձրացվում են, խոսքը ուղղելով Կրեմլին, ինքը միակն է, որ ասում է, որ Կրեմլի գծած վարչական սահմանները միջպետական սահմաններ են։ Իբր թե մերժում է Կրեմլը, բայց իրականում այդ կետը Կրեմլի արածը ընդունում է։ Դեռ շատ ավելի վտանգավոր բան է ասում Հայաստանը դարձավ անկախ, երբ միացավ Ալմատայի հռչակագրին, այսինքն երբ Հայաստանը միացավ Ռուսաստանի Կրեմլի ստեղծած միջպետական կառույցին, ստացավ անկախություն։ Այսինքն եթե Հայաստանը չմիանար ռուսական կողմից ստեղծած կազմակերպությանը, անկախ չէր լինի։ Ամբողջովին Հայաստանի անկախությունը կապում է Ռուսաստանի հետ, ճանաչում է ամեն ինչ, բայց մեզ մեղադրում է գործակալ լինելու մեջ, մեղադրում է հիբրիդային պատերազմ, 5-րդ շարաշուն, այսինքն նույնիսկ ասում է ինչու մինչև 50-ականները չկար հետո հանկարծ միացավ ՆԱՏՕ-ին։
Կարծում եմ հայ-թուրքական հարաբերությունները իրոք շատ խորը արժևորման կարիք ունեն այսօրվա լույսի ներքո, այսօրվա լույսի ներքո, եւ իրոք տնտեսական հարցը այսօրվա իր վարած քաղաքականությունը, բայց քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, եկեք այսօր այսքանով սահմանափակենք, բայց խոստումով հանդիպելու քննարկելու նաեւ այս Ալմաթայի թղթի կտորը, ընդհանրապես իրանց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, արտաքին քաղաքականությունը եւ այլն։ Այդտեղ էլ խեղաթյուրում կա, Ամեն ինչ կա, որովհետեւ հրճագակիրը չէ որ ստեղծեց այդ իրավական հիմքերը, այլ համաձայնակիրն է, որը Հայաստանը օրվա իշխանությունները վավերացրել անհրաժեշտ վերաբաղումներով, ինքը դրա համար էլ այդ վերաբաղումների պատճառով գնաց մի հատ փաստաթղթի հետևից, որ ընդամենը հրճագակիր է, ոչինչ չի ասում։ Եվ երբեք չի եղել բանակցությունների հիմք Ադրբեջանը 2008 թվականից է դա փորձել եւ եղել է ոչ թե ոչ միայն հայկական կողմի այն օրվա, այլ եւ Մինսկի խմբի համանախագահների, որ եկեք ձեր հեքիաթները ձեզ պատմեք, հարցը լրիվ ուրիշ տեղ է։ Ամեն դեպքում շատ շնորհակալություն այսօրվա քննարկման համար։ Սելյայնակիցներ, այսօր մեր հյուրն էր Հույդա Այդատի գրասենյակի պատասխանատու ընկեր Գիրո Մանոյանը։ Մենք խոսեցինք ցեղասպանության, ճանաչման, դատապարտման, արդիականության մասին, թե ինչպես դա կարող է նպաստել Հայաստանի անվտանգության ավելացմանը, այլ ոչ թե հարված է Հայաստանի անվտանգությանը, ինչպես նաև հայ-թուրքական եւ դրանցից անբաժանելի հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց եւ բեկանեմ շանթեր։ Կհանդիպենք երկու շաբաթ։